Հաղորդանկերություն, բարի երեկո, մենք ազատ գոտում ենք 3, մեր թողարկման ժամանակ մենք անդրադարձել ենք Ռաբիզի թեմային, որը արդեն աղմուկոտ և նույն տարաձայնություններով այսօր սկսում ենք։ Ռաբիզի երաժշտության երկրորդ մասը, Ռաբիզի թագուհին Նանան բարկացել է դահլիճ լցնելը արվեստ չէ։ Աննա Մայլյանը բարկացած է բանախոսի անկեղծ խոստովանությունը։ Կլարնետով լսեք Ռաբիզի դասականի ու էստրադայի տարբերակները։ Կրքերը թեժ, մթնոլորտը լարված, թեման Ռաբիզ երաժշտությունն է։ Շնորհակալություն, որ մեզ հետ եք եւ շնորհակալություն, որ յուրաքանչյուր աշխատանքային օր այս ժամին միանում եք մեզ։ Բարի երեկո, այսօր նույնպես ուրախ ենք ձեզ տեսնել մեզ մոտ աղավարում եւ սիրով եւ ողջունենք։ Ալի Գյուլնաշյանն է մեզ մոտ աղավարում, ծափահարություններ։ Մեզ մոտ աղավարում է երգչուհին Նանան, ինչպես նաև Արթուր Ումրոյանը, Մարտին Վարդազարյանը, Աննա Մալյանը, Սեդա Շերանյանը, շնորհակալություն։ Տիկնակ եւ պարոնակ, որ հյուրընկալել եք մեզ մոտ 3 կիսատնան։ Հետաքրքիր է ինչու 3 լքեցիք տաղավարը հենց այն հատվածում, երբ պարոն Գյուլնաշյանը կատարեց ստեղծագործությունը։ Ես ասում եմ, սա նաև իմ բնավորության հետ է կապված, այն երաժշտությունը, որը ինձ չի ոգևորում եւ ավել կարևոր գիտելիք չի տալիս, ես ուղղակի լքում եմ այդ երաժշտությունը, լինի տարբեր ոճերի երաժշտությունների մասին։ Շնորհակալություն, պարոն Վարդանյան, որպես խնդրեմ, խոսքը ձերն է, հետաքրքիր է, ճիշտ եք համարում, երբ երգի ընթացքում կլքեն տաղավարը, խնդրեմ։ Դա կուլտուրայի պակաս է, ես կներեք կինա իմ առջև, բայց ես պետք է ասեմ։ Ես էլ եմ համաձայն։ Եթե թույլ կտաք մի բառ ավելացնեմ էլի, ու խնդրում եմ բոլորին, որ մենք ինչ որ ունենք, եկեք այդ իրան ինչ որ ձևավորում տանք, սիրունացնենք ու ներկայացնենք սիրուն։ Եթե ես կարողանում եմ մի բան ներկայացնել սիրուն, ու մարդիկ էդի գնահատում են, իմ կողքից մեկը, որը էլի իմ հետ սովորել է կամ չի սովորել, մի քիչ վատ է ներկայացնում, չի կարելի նրան բերել համեմատել իմ հետ։ Դե բայց դա բնավորություն է եւ մարդը երաժշտությանը մոտ կանգնած դասական երաժշտության հրաշալի կատարող Տիկին Շերանյան, ձեր կարծիքը նաեւ։ Ինչի համար, լքելու համար, դա մարդու իրավունքն է եւ այստեղ կուլտուրայից ոչ մի կապ չունի։ Շնորհակալություն, պարոն Վարդազարյան, խոսքը։ Ես կասեմ այն մասին, որ լսելով Գյունաշյանի երգը իսկապես որ լավագույն երգերից չէր իր երկացանկից, բայց լսելուց առանձնահատկությունը այս երաժշտության կայանում է նրանում, որ յուրաքանչյուրը լսելով ասում եմ, այս ինչ լավ, ես էլ կարող եմ այսպես, եւ նրա համար արդեն դադարում է գոյություն ունենալ համամարտկային նվաճումները, ողջ երաժշտությունը դադարում է նրա համար գոյություն ունենալ, որովհետեւ մենք հաճախ շփոթում ենք քաղցրը եւ շիրոտը։ Շիրան եւ քաղցրը տարբեր բաներ են։ Երբեք չենք շփոթի, տաղավարում է նաեւ Մանան Գարուկյանը, Կվիտենտի ղեկավարը, բարի երեկո, ուրախ եմ ձեզ տեսնել ազատ գոտու տաղավարում եւ ձեր տեսակետն ու ձեր հարցը։ Գիտեք, այս ամբողջ ընթացքում ես հասկանում եմ այնպիսի կատեգորիաներ հիմա հավաքված, որ շատ վտանգավոր է։ Եթե մի բառ այս կողմ այն կողմ, այո, ամբողջ մեծ հարցակումներ են սկսվելու, բայց ես ինքս էլ կտիրապետեմ իրավիճակին, չնայած շատ լարված վիճակ է սկսվում արդեն։ Ասելիք լարվածություն չկա, եկեք ծափարենք, որպեսզի մեր լարվածությունը ինչի մասին է խոսքը, առողջ քննարկում է։ Ասելիք այնքան շատ կա, որ եթե ես կսկսեմ ավելի շատ կարճ դες ընդամենը 40 վայրկյան ժամանակ, որտեղ այսօր բանախոսները շատ են։ Նայում եմ մեր փոքրիկներին։ Կան երեխաներ, որոնք նույնիսկ օրորվում են այդ երգի տակ։ Եկեք սկսենք դրանից։ Ինչ ենք մենք կերտում այսօր Հայաստանում, մատաղ սերունդը ինչով է սնվում, ինչ է տալիս մեր ԶԼՄ-ները, ինչ են տալիս։ Տալիս են այդ ամբողջը, մարդը սնվում է այդ փքաբլիթով, այսպես ասենք, եւ դրանով կերտվում է մեր մատաղ սերունդը։ Այսօր հարցնում ես Բալիկ ջան, ում գիտես երգչուհիներից, ասում եմ մի աստղի անուն, բայց չի ասի Աննա Մայլյան, հաստատ։ Չնայած Աննայի ձայնը հաճախակի է հնչում, բայց արենան պետք է տրվի նորմալ։ Արենան պետք է հավասարազոր նորմալ, հետաքրքիր երաժշտությունը նորմալ է, պետք է այդպեսի բնորոշ պարոն Ումրոյան, Գյունաշյան, Նանա։ Ամենավատենը, որ երաժշտությանը չեն թողում եթեր։ Հենց այս երաժշտությունը եթերով չի հնչում։ Եթե դա չի հնչում, ապա ի՞նչն է հնչում։ Ասում եմ, եկեք իրար հետ միացնենք ամբողջ օրը։ Առավոտից ուշ գիշեր նայեք, տեսնենք ինչ է հնչում։ Ձեզ հրավիրում ենք հասան, եկեք որպես բանախոս ձեզ սիրով հրավիրում ենք այստեղ ծափահարություններ պարոն Վարդանյանի, որպեսզի անընդհատ մեջ կանց եւ շրջվենք եւ նրա հետ զրուցենք։ Իսկ կարելի է մի բան։ Իհարկե կարելի է։ Ես չգիտեմ ում ինչքան են սիրում, ոնց են սիրում եւ ոնց։ Ես ինձ համարում եմ սիրված ժողովրդի կողմից երգչուհի։ Այնքան դահլիճներ Հովոջան իրար հետ ենք, չէ՞, շատ քաղաքներ, համերգներ, հա։
գնացել, ներկայացրել։ Ես իմ ասեմ, դու շարունակի։ Ուրեմն այնքան դահլիճներ, որ ես ինքս լցրել եմ, լեփլեցում, թե Հայաստանում, շրջաններով, թե Երևանում, թե ընդհանրապես Ռուսաստանում, Եվրոպայում եւ ընդհանրապես բոլոր քաղաքներում, որտեղ որ հայ, այնտեղ ես երգում եմ։ Որտեղ որ հայ, Աննա ջան։ Որտեղ որ հայ, բայց ես սկսել եմ երգել Աննա ջան, տարբեր լեզուներով։ ապրող երգիչ կամ երգչուհի, որ աշխարհում միտեղ համերգատել որ հայ չի եղել։ Այո։ Ես եմ վառ օրինակ Հիմա մի բան Ֆրանսիայում, ասեմ։ Իտալիայում, Ֆրանսիայում դահլիճներ ձեզ ասեն, որ բացի հայերից շատ եղել երկրներ են, այլազգեր, եւ կա վիդեոները, որ եթե մենք պետք է օտար ազգին տանք օտարամոլ հայերենով երաժշտություն, նա բացարձակապես կզգա, որ հայը այս ազգին Մեզ համար բացի որ ձեզ համար ցածրակ երաժշտությունն է ներկայացվում օտարերկրյա օտար երկրներում համերգներ ներկայացնելուց ես օտար երկրների երգիչներից ճանաչված առաջարկներ եմ ստանում ինձ հետ դուետ երգելու։ Ես ուղղակի չէ, ես ուղղակի չեմ հասկանում այս կռիվը, այս հասկա ինձ օտար եւ հայն է եւ ռուսներ եւ տարբեր Նախ սկսենք խորովելի կատարումից կարելի է երկու բար ես անընդհատ դրա մասին էի մտածում։ Ժողովրդական երգը ունի հազարավոր տարբերակներ։ Նույն երգը բառացիորեն տարբեր գյուղերում տարբեր ձևի է հնչում։ Եվ ով ասեց, որ մեր ժող երգը չունի այդ գեղեցիկ ելևէջներն ու խաղերը։ Ունենք եւ դա կիրառվում է Կոմիտասի մեծագույն նվաճումը կայացավ նրանում, որ նա գրի առավ այդ տարբերակները, ուսումնասիրեց ամբողջը մեր ազգային երաժշտական լեզվի մտածողությունից ելնելով սիստեմավորեց եւ մեզ տվեց դրանց դասական տարբերակները, լավագույն տարբերակները։ Նենց խաղ իսկ աշխատանքային երգերը առավել եւս իհարկե սրանք աշխատանքի ընթացքում են եւ օպերային ձայնով այդ երգել չի կարելի։ Դա շատ բնականին է։ Ամենաառաջին հարցը, որ շոշափվում էր, ես խոսք չունեի ասելու, ինչն է պատճառը, որ այսպես կոչված ռաբիս երաժշտությունը կպնում է ժողովրդին։ Չէ, այտենց թեմա շոշափեց, որը գնաց նրան, որ ինքը պարզ երաժշտություն է։ Նույնիսկ երեխաները ճոճվում են ռաբիս երաժշտության տակ։ Այո։ Ռիթմիկա շատ պարզ է։ Ռիթմիկայի տակ բոլորն են շարժվում։ Միամտությունն է իրա, լավ բաներ։ Դրա մեջ ինչ-որ բարիություն ու ինչ-որ դրական բան կա, չէ՞։ Շփոթենք պարզունակն ու պարզամիտը։ Մի վարքյան կներեք։ Պարոն Մուրյանը Այսինքն նշանակում մեր սա ազգը պարզունակը թե պարզամիտ է։ Դա ավելի հասանելի է, հեշտ ընկալելի է։ Այսինքն մեղավոր է մեր ազգը, որ ունի Շատ ներողություն, նրանք ովքեր որ սիրում եւ լսում են եւ ասում են, որ սա է միակը ճիշտը, մեր հայկականը։ Նրանք ընդունակ են լսել, ասենք Բեթհովենի 9-րդ սիմֆոնիա։ Մարդիկ կան, այո, իհարկե ընդունակ են։ Մարդիկ Հետո ամեն ինչ տեղը եւ ժամանակը։ Դրա մասին է խոսքը, իր տեղն ու ժամանակը։ Ես ոչինչ չունեմ այն մարդկանց նկատմամբ, որոնք գտնվում են այստեղ, իմ հարգանքը իսկապես ես դրսևորում եմ նրանց արածի նկատմամբ, նրանց ընդունակությունների եւ տաղանդի նկատմամբ ես ոչ մի կասկած դրանում չունեմ, բայց ամեն ինչ ունի իր տեղն ու ժամանակը եւ իր չափը։ Ես ձեզ ընդունում եմ, Ներողություն, դուք լսել եք իմ սիմֆոնիան։ Ինչի՞ չեմ։ Իմ դաշնամուրի կոնցերտը լսել եք։ Այո։ Իմ սիմֆոնիկ պոեմները լսել եք, կվարտետս լսել եք։ Որոշ բաներ լսել եմ։ Բայց բոլորը գիտեն մենակ որ Վույաման են։ Վույամանը ոնց է ճաշ։ Արամ Խաչատրյանը շատ խիստ վիրավորվեց։ Շատ խիստ վիրավորվեց, երբ Անգլիայում առաջի անգամ երբ որ նա գնաց Անգլիա, թերթերում գրեցին, որ մեզ մոտ է ժամանել Mr. Saber Dance-ը, Mr. Սուսերով պարը։ Նա շատ վիրավորվեց եւ հետո ներողություն խնդրեցին եւ հայտնեցին, թե նա ինչ ստեղծագործություններ ունի բացի Սուսերով պարից։ Հիմա այստեղ գալիս է ուրիշ հանգամանք։ Հաճախակի կրկնությունը արդեն դառնում է պահանջ։ Իսկ դուք դասական երաժշտություն հերոստատեսությամբ հաճախ եք լսում։ Վերջին տարիներին Եթե որ լսենք։ Չէ, չկա։ Բայց մենք բուն թեման շեղվել ենք, չկա։ Բայց մեկ վարքյան կա, օրինակ շողակաթ հեռուստաընկերությունը շատ հաճախ է ցուցադրում։ Սիմֆոնիան ունի իր տեղը, ամեն ինչ ունի իր տեղը, բայց կա չափանիշներ բարձրության։ Իսկ այդ չափանիշները մեզ մոտ լսեմ մացրեցին։ Ժողովուրդը Եթե ժողովուրդը անունից հաճախ մենք պարզում ենք, ասում են ժողովուրդը երբեք չի սխալվում, բայց հաճախ ժողովուրդը շատ է սխալվում։ Դե Ներողություն, համարած գուցե ես ժողովրդին մեզ մի համարած։ Լավ, կներեք, ես ուզեցա, ախր չեք թողում հերթականությամբ խոսենք։ Շնորհակալություն խոսքը ձեն է, մեկ վարքյան լսենք, որպեսզի մենախոսության չվայրացվի, ոչ հետո կշարունակենք։ Ես ինքս պրոֆեսիոնալ երգչուհի եմ, դասական արվեստն եմ ներկայացնում եւ կարծում եմ, որ առհասարակ սխալ է այս հարթության վրա դնել եւ համեմատել
դասական երաժշտությունը ռաբիս երաժշտության հետ։ Խնդրում եմ ձեզ, ոչ մեկի մի արհամարեք եւ թերագնահատեք։ Բոլորովին։ Մարդիկ անում են իրենց գործը եւ հրաշալի են անում։ Ես իմ խոսքը սողում եմ ռաբիս երաժշտության ներկայացուցիչներին։ Դուք հրաշալի եք ձեր տեսակի Ով ասաց, որ մենք ռաբիս երաժշտության ներկայացուցիչներ ենք։ Կամ թեկուզ Ես դա եմ ուզում բացատրեմ։ Համ ասում եք չնեղացնենք, համ ինքներդ վիրավորական բառը, ես ասում եմ, կարող է նեղանալից դիտին եմ։ Այն երաժշտության տեսակը, այսպես ասեմ, որպեսզի ոչ մեկի վիրավորած չլինեմ։ Այն երաժշտության տեսակը պրոֆեսիոնալ կներեք։ Ստացածս կրթությամբ Որտեղ եք ավարտել։ Երևանի պետական կոնսերվատորիա։ Հա, ես էլ ավարտել եմ Երևանի Ոչ, դուք ինձ չհասկացաք, ես ուզում եմ ասել հետեւյալը։ Թույլ տվեք արտահայտել մտքերս։ Դուք պարզապես մի քիչ շատ հուզված եք եւ չեք ուզում լսել ինչ եմ ուզում ասած լինել։ Ասա չէ, դուք ասում եք դուք պրոֆեսիոնալ եք, բայց ուրիշ բան եք։ 1 րոպե, պարոն Վարդանյան։ Ես ուզում եմ ասել, դուք ձեր տեսակի մեջ հրաշալի եք։ Շատ շնորհակալություն, բոլորս էլ։ Բայց մի Եվ սխալը այն է, որ չի կարելի որևէ ժանրը քննադատության ենթարկել։ Եթե ժողովուրդը սիրում է ձեզ, դա հրաշալի է, ուրեմն ձեր մեջ ինչ-որ բան կա։ հասկացա, փոխանցեք, լսում ենք կա։ Ամեն ինչին պետք է պետական մոտեցում, այստեղ է գլխավոր սխալը, եւ ես շատ լավ գիտեմ, որ Սիրիան հենց արաբական երկիր լինելով հանդերձ Հայաստանից տանում է մասնագետներ, որպեսզի այնտեղ զարգացնեն դասական երաժշտությունը մեծ փողեր տալով, վճարելով։ Եվ ես ինքս արդեն եւ Իրանը նույնպես, ես ինքս հանդիսացել եմ այդպիսի աշխատող եւ իրենք արդեն իրենց երաժշտությունից արդեն հոգնած են եւ ուզում են դասական երաժշտություն զարգացնեն իրենց մոտ եւ ինչպիսի անշլագներ են լինում։ Մենք հակառակն ենք անում, մեր մասնագետներին թողնում ենք բախտի քմաճույքին, իսկ տեղ ենք տալիս շատ Գիտեք, խոսակցությունից այնպես է լինում, որ դուք դաշտը գրավել եք եւ Այո, գրաված է, դաշտը գրաված է, ես երկու բան ասեմ։ Թույլ կտակ։ Դաշտը գրավելը բան է, թե ժողովուրդը սիրում է։ Ես ուզում եմ ասել հետևյալ բանը, ընդամենը պետք չէ այս թեման վիճաբանության առարկա դարձնել։ Ընդամենը հարկավոր է հասկանալ, որ պետք է ամեն ժողովուրդը պետք է հպարտ եւ ուրախ լինի, որ ունի երկարվեստի տարբեր, ասենք, ուղղություններ։ Այսինքն մենք ունենք կոմիտաս, մենք ունենք ազգագրական երգեր, բոլոր Հասկանալի մենք դա ունենք, խոսքը հարցը ձևակերպում այն մասին, որ ասում է դաշտը գրավել եք, ինչ է նշանակում։ Մի րոպե ես ասեմ, էլի Արտակ ջան։ Հիմա ես իմ ասա, օրինակ դու անդրադարձար մեր հաղորդման ժամանակ, ես աշխատել եմ այն երկերը ներկայացնում։ Ներողություն, մարդիկ կան հնարավորության դեպքում, ինչ որ հեռուստացույցով գինեք հնարավորություն են խոսելու, ասում են անկապ կլկլոց, խաղ, չգիտեն ընդհանրապես որ խաղը դա շատ բարդ կատարողական արվեստ է։ Որն է հետաքրքիր է։ Կարող եք մի կլկլացնել, օրինակ որպես վարպետներ։ Ասեմ ինչի համար, որտեղ ես դպրոց եմ անցել։ Ես կարող եմ խաղերի տեսակներ մատուցել։ Կարող եք երկու խաղի տեսակ մատուցել։ Գործիքը խնդրում եմ բերեք տաղավար, լսենք ձեր ձևակերպումը, ծափահարություններ, մինչև արդեն դուք արտահայտվեք, մինչև գործիքը կբերեն տաղավար, լսում ենք ձեզ։ Ինձ համար ուրեմն այսօրվա բանավեճի մեջ երկու կետ եմ ուզում առանձնացնել, ուրեմն առաջինը ինչի մասին կուզենայի ասել։ Արագ 30 վայրկյան, միանգամից անցեք։ Երեխաներին ինչ վերաբերվում, այսինքն բոլորիս համար գաղտնիք չի, որ երեխաները ծնվում են 0 ինֆորմացիայով, այսինքն նրանք ոչ բան չգիտեն, ոչ բանից տեղյակ չեն, եթե գենը չհաշվենք։ Նրան եթե փոքր հասակից դու ներկայացնում ես ռաբիս կամ ինչ որ ուրիշ բան, ասենք Բեթհովեն ես դնում նրան երեխա ժամանակ նա անպայմանորեն հնարավոր չի որ նրա դուրը չգա։ Շնորհակալություն, հասկանալի է ձեր տեսակետը եւ այստեղ մենք հյուրընկալել ենք սիրով Աշուխ Աստղանուշին, ծափարենք նրան եւ ուրախ ենք որ դուք ազատ գոտու տաղավարում եք։ Բարի երեկո, երկար սպասեցիք եւ ձեր խոսքը մեզ համար կարեւոր է, խնդրեմ։ Ամեն մարդ, մասնավորապես երգահանը, կոմպոզիտորը, բանաստեղծը, նվագածուն Երկհասացը ամեն մեկը իր պրիզմայով, իր մտավոր ունակությունների, իր հոգեկերտվածքի, իր ներաշխարի, իր մտահորիզոնի պրիզմայով են այում կյանքին ու աշխարհին եւ բեկվում է աշխարհը եւ բնականաբար ծնվում են համապատասխան երգեր, կատարվում են համապատասխանաբար այդ երգերը։ Ինչ է մնում մեզ անել, չպիտի զարմանալ։ Պարզապես պիտի զայրանալ, որովհետև երկրում կան հանրապետությունում ոլորտների
լիազոր մարմինները, պատկան մարմինները, որոնք պետք է իրագործեն որոշակի մշակութային կրթագիտական քաղաքականություն, որ մշակվեն որոշակի չափորոշիչներ եւ միաժամանակ ափսոսանք այն հողը եւ ափսոսանք այն արյունը մեր հողի համար թափված, մեր նահատակների, մարտիրոսված, մեր ազատամարտիկների արյունը, որոնք իրենց կյանքի գնով պաշտպանեցին այս հողը, բայց այս հողի մշակույթը հավուր պատշաճի չի պաշտպանվում եւ դա մի յուրօրինակ զենք է հայերիս դեմ, ուր որը կարող է Երևանը դառնա խառնածին արշակավան։ Ունեք որևէ բան հավելելու։ Խնդրեմ, սիրով լսում ենք ձեզ եւ երկու տարբերակները, այսպես։ Ես 3 տարբերակ կարելի առաջարկեմ։ Օրինակ կա կլասիկ ձայն, որը պետք է պարտադիր բոլոր աշխարհի բոլոր սիմֆոնիկ նվագախմբերում, եթե նստած է կլարնետիստը պետք է նվագի, այդ զվուկը պետք է այտենց լինի։ Ես մոտավորապես մի երգից, ենթադրենք երգ ունենք ծաղիկներս ում նվիրը, չէ՞։ Բոլորն էլ գիտեն, բաժանումից ինձ հիշատակ։ Դա կլասիկ կատարողը, եթե այդ մասը նվագի, պետք է մոտավորապես սենց։ Չէ՞։ Հիմա էստրադային ժանրում մի քիչ երաժիշտը ինքը իրան մի քիչ ավելի պետք է ազատ զգա։ Ոնց որ ինքն է։ Ես հիմա կոնկրետ այս պահին սենց կզգամ։ Չէ՞։ Հիմա ռաբից ասած, որ ասում են, մի քիչ մարդը Աստծուց տված այդ տաղանդը, որ ինքը ունի, ինքը ուզում է ավելի ազատ զգա, որտեղ ինքը գինովցած է լինում, չէ՞, խնջույքների ժամանակ։ Չէ, կներեք մի խառնեք, գինովցածը կապ չունի։ Մի քիչ մարդը ինքը իր զգացմունքներին ազատություն է տալի։ Այսինքն հիմա պահիտակ նվագում ենք ոչ բեմից, այսինքն Արամ Խաչատրյանի, որ շեշտեցինք։ Իշոր հարսանիքի կամ ռեստորանում։ Երրորդն է նվագեք, որ չմոռանանք, հետո կգնանք։ Չեմ մոռանա։ Ուրեմն երրորդ տարբերակը մի քիչ ավելի խաղիկներով, այդ խաղերի մասին է, սենց զգամ ես։ Էս մի քիչ ինձ թվում է բոլորդ էլ այդ տարբերությունները զգացի։ Որպես երաժշտագետներ խնդրեմ, կարող եք ասել այդ երեքից ինչը չլսեցի։ Մենք ունենք հիանալի գործիքային կատարողական կուլտուրա ազգային նվագարանների։ Նու կլարնետը արդեն մոտավորապես 200 տարիները որ գնահատեք ավելի Ագելի արտակ, կա սխալ խաղ կա ճիշտ մերից կա սխալ մերից բաժանեց արդեն ինքը տարանջատումը տվեց։ Երկիշների մեծ մասը չգիտի այդ մերիզների այս վերջի կատարումը Սարաբիսի կատարումը։ Այստեղ վարպետ է գտնվում։ Բացարձակ վարպետ է գտնվում, որակից է կատարողը։ Ճիշտ է խաղերը շատ են, բայց ով ասեց, որ մեր գործիքային կատարողական կուլտուրան չեն եղել խաղերն ու խաղերը։ Ցածր կարգի երկիշների կամ երաժիշտների նվագածը համադրենք վարպետների։ Ագրեսիա խնդրում եմ, հարկավոր չի անընդհատ մեզ ինչ-որ բան ապացուցել։ Մենք այսօր հավաքվել ենք, որ քննարկենք։ Ժամանակին մեր եթերը լսված էր երգերով, որ ամբողջ օրը քարոզում են այդ երգերը, չեմ ուզում անունը լավ գիտեք ում երգերն էին։ Եվ այդ երկերը 1000 անգամ էլ որ հնչեն, ոչ մեկը հիշողության մեջ չեն մնում։ Շնորհակալություն, այս հաղորդանի մասը արտակը չես թողում ախր մի։ Ես թվում է որ չեմ թողնում, բայց յուրաքանչյուր պետք է կարճ արտահայտենք, որ հասկանալի լինի։ Խոսքը այն երկերի մասին է, որ մեր խնջույքների ժամանակ մեր հայ ընտանիքներում բոլորս լսել ենք մեր հայրիկները մեր։ Ուրեմն ամեն ինչ իր տեղն ու ժամանակն։ Ամեն ինչ իր տեղը։ Բայց այդ երկերը չեն, մարդիկ չլսեն։ Ինչ անենք, դուք ասում եք, դուք մեծ տեսակետից եք խոսում, բայց ամեն ինչ իր տեղն ու ժամանակն ունի։ Իսկ երբ որ ինչ որ մի ձևավորում է, մի դրսևորումը փոխարինում է մնացած բոլորին, սա արդեն քրթական, դաստիարակչական անկում է։ Այդ մասին չի խոսքը, այդ մասին չի խոսքը։ Շնորհակալություն, տաղավարում է նաև Գուսան Հայկազունի, եկեք ծափարեն Գուսան Հայկազունին, Գետաշեն երկի հայտնի, երկի հեղինակին, բարի երեկո, ձեզ նույնպես ուրախ ենք տեսնել Ազատ գոտու տաղավարում, այսքան լուր երկար լսում եք մեր զրույցը եւ խնդրեմ ձեր դիտարկումը։ Շնորհակալություն, շատ հաճելի է լսելը։ Շնորհակալություն նման տեսանկյուններ, նման տեսակարծիքներ լսելու եւ նման միջոցառումներ անելու համար։ Ուրեմն ես նոր մեր տիկնոջը դիմացում նստած չեմ տեսնում, բայց լսեցի, որ Սիրիայի մասին ասեց, ինչ լավ բան ասեց։ Ես իմ խումբը Հայկազում խմբով նոր ենք եկել Սիրիայից, 15 օր Հալեպում համերներ ենք ունեցել եւ այնտեղ իսկապես համազգային կառույցը ունի
հրավիրած մի քանի մասնագետ են, որոնցից մեկը մեր կոնսերվատորիայի դասախոս Դավիթ Պողոսյանը ամբողջ իրենց երջախումբը 60-70-ից երջախումբի հետ պարապում էր, որ մեզ հետ համատեղ համեր տար եւ հրաշալի համերներ էին, հրաշալի ընդունված։ Մի հատ հետարքիր բան ասեմ ես ձեզ։ Ուրեմն մենք հրաշալի համերներ տվեցինք Սիրիայում, ոգևորած էր ժողովուրդը, բայց մեզ տարան մի օր մի ռեստորան, արաբական ռեստորան, որպեսզի մեզ հյուրասիրեն եւ մոտեցավ մեր սեղանին մի արաբ ուդի նման գործիք էր իրենց ազգային երգերով իր ուդի նվագակցությամբ ինչ հրաշալի կատարում, ինչ հաճելի։ Մենք ճանաչեցինք Սիրիայի արաբական ժողովրդի արվեստը մի փոքրիկ մասը։ Ես կուզեմ, որ Հայաստանը մեր բոլոր երգիչները, որոնց մեջ բոլորն էլ հայրենասեր լավագույն շատերին եմ ճանաչում լավ մարդիկ են, մեր թեկուզ այն մարդիկ, որոնց ասում եք ռաբիս, սիրուն ներկայացնեն մեր երաժշտությունը։ Ասեմ ձեզ, ես իմ տարիքը թույլ է տալիս, որ ես հիշեմ ռաբիս այն առաջի կատարողների, նույնիսկ անուններ կարող եմ ասել, կուկու եմ ես լսել, բան։ Լավագույն կատարումներ էին, դրանք մաքուր հայկական երգեր էին, պարզապես հեղինակներ չունեին, կոմպոզիտոր չէր գրել, գուսան չէր գրել, կամ մոռացվել էր, հեղինակներ չունեին, բայց այնքան լավագույն երգեր էին մաքուր զուլալ հայկական երաժշտությամբ եւ իրենց ասելիքով։ Ընդամենը այս նույն երգերը կարելի է, մենք այնքան լավ երգեր ունենք, մեր գուսանները, մեր ժողովուրդը, պարզապես պետք է այդ լավ երգերը ներկայացնել ու սիրուն ներկայացնել։ Շնորհակալություն։ Եվ ամենահետաքրքիրը դուք քեֆերի եւ արարողությունների խնջույքների ժամանակ ինչ երաժշտություն եք լսում, Աննա եւ Տիկի Շերանյան եւ պարոն Հասկանալի է Շոստակովիչի կվարտետը չենք լսում։ Վստահ եմ։ Բայց այդ ես իդեպ հարսանիքներ կան, որի ժամանակ որ ամեն ինչ իր տեղն ու ժամանակն ունի։ Եվ մի փոքրիկ, կարելի մի փոքրիկ այդ առումով լրացում։ Շատերն են ասում են, թե դե իհարկե խնջույքի ժամանակ կոմիտաս չես լսի, դե իհարկե պիտի լսես սրան, նրան եւ այլն եւ այլն։ Բայց եկեք համաձայնվենք, որ ռաբիսը որպես երևույթ մոտավորապես 80 տարի եւ ծաղկման շրջանը 20-30 տարի, իսկ ինչ են լսել մինչեւ այդ մեր նախնիները։ Ինչի տակ են նրանք ապրել։ Ինչ է ստացվում, որ մենք ոչինչ ունեցին։ Այո, մենք ունեցել ենք հրաշալի բարեհանակներ, երկպարեր, խաղիկներ եւ այլն եւ այլն։ Ինչու չկան տարբերակներ։ Անուններ կարող եք 10 մատը փակել։ Չկան անուններ։ Ինչի պետք է դուք հայ չեք։ Դուք հայ չեք, չեք բացի ձեզանից։ Կան մեծ անուններ, որ ամեն օր հերոստացիցով իրենց ցույց են տալի եւ այդ երկերը կատարում։ Բայց այդտեղ ռաբիզը պրիչոմ ինչ կապ ունի ռաբիզը տեղ։ Այ ուրիշ բանից խոսեք, ով է մեղավոր, որ չի ներկայացնում մեր աշուղական կամ չգիտեմ թամզարան չի ներկայացնում։ Մի բան կարող եմ պատասխանեմ, ես հարսանիքներից փախչում եմ։ Ես գնում չեմ գնում։ Իսկ եթե հրավիրվում եմ այն հարսանիքներ, որը գիտեմ, որ այնտեղ շատ ճաշակով երաժշտություն է լինելու եւ ազգային երաժշտություն է լինելու։ Ազգային երաժշտություն է լինում, հենց ազգային նվագարաններով, ազգային կատարողներով, իմ ծանոթների հարսանիքները։ Կարող եք ասել ազգային մի հատ երգ, որը հնչում է հարսանիքի ժամ։ Խնդրում եմ ասել։ Բարեքերը, ակնապարերը, խնդրեմ։ Հարսանեկան երգեր։ Վանի շրջանի։ Խնդրեմ։ Ես հարցում եմ Արևմտյան Հայաստանի ներողություն։ Ինչպես եք դուք դիտարկում։ Այ ես ասի ռաբիսը ես բաժանում եմ երկու կատեգորիայի։ Դրանք ժողովրդական երգերի որոշակի կատարողական մաներա է։ Եվ դա ընդունելի է եւ նորմալ եւ այլն։ Ես դա անվանում եմ դասական։ Եվ ուրիշ մի տեսակ, որը այսօր շատ լայն տարածում է գտել։ Երբ որ մեղեդիները բացարձակ հայկական չեն, իսկ խոսքերը հայկական են։ Օրինակ, ես վերջերս ինչպես ես չկարծեք, որ ես ռաբիսի խոշոր մասնագետ եմ, բայց աշխատում եմ միշտ այդ ընթացքում լինել։ Այո, տալիս եմ հարցս։ Երբ լսեցի Վալեի կատարումը քրդերեն, ես դա ընդունեցի որպես ազգային։ Խնդրում եմ հարցը Տիկին Շերանյան, որտեղ 4 րոպե։ Երբ ես լսեցի հայերեն, նրա երգերը նույն մեղեդիով հայերեն տեքստեր։ Բոկան երգում է տարօրինակ մեղեդիներով, ռուսերեն տեքստերով։ Դա արդյոք ընդունելի է թե չէ։ Ու ինչու պիտի մեզ դրսում այդ երգերով ճանաչեն։ Ճիշտ ասած, ես ձեր հարցը չհասկացա, դուք չկարողացեք ձեր հարցը տալ։ Ես իմ հարցը տվեցի, դուք ընդունում եք արդյոք նմանատիպ ժողովրդական ու ռաբիզը տարանջատել։ Ես երկրորդ կատեգորիայի մասին եմ խոսում եմ, երբ որ երգվում է
բանա օտարազգի մեղեդիներ հայկական խոսքերով մեկ եւ ռուսերեն խոսքերով օտար մեղեդիներ եւ անվանվում է հայկական երկիր։ Ինչի եք հիմնական շեշտը դնում ռուսական ու քրդական եւ ինչի չեք ասում, երբ որ կներեք, պատասխանեմ ձեր հարցին։ Իսպանական երկը ով է թույլ տալի, որ հայերեն իսպանական երաժշտությունը փոխեն հայերեն բառերի հերոստացություն, դրա համար ոչ մեկ բան չի ասում։ Մի րոպե։ Էսի ռաբիսի հետ հեշտ կապ չունի ձեր հարցը։ Իսպանական երաժշտությունը վերցնում են, երգում են, ոչ մեկ չի ասում ինչի։ Ով է։ Ես չեմ ընդունում իսպանական երաժշտություն։ Ես չեմ ընդունում անգլիացու կամ ամերիկացու երգը, որ այսօր մեծամասնությունը ինչ որ կոչված աստղերի, իրենք այդ երգերն են կրկնօրինակում հայերեն, ինչի դրա մասին չեք խոսում։ Այդ դեպքն է, որ մենք ձեզ հետ լրիվ համաձայն ենք, հենց այս բակային։ Շնորհակալություն այդ տեսակետարից եւ սիրով տաղավարում է նաեւ Արսեն Ղամբարյանը, երկիչ, բանաստեղծ, մարդ, ով սիրով հյուրընկալել ենք նաեւ Ազատ Գոտի, շատ կարեւոր հատվածում ձեր խոսքը, որովհետեւ պետք է եզրափակենք։ Ես ողջունում եմ։ Ասեմ, որ այս բանավեճը ավելի շատ ոչ թե դասականի ու ռաբիզի մեջ է այսպես ստացվեց տպավորությունը, այլ ընդհանրապես, որ բոլոր այդ ժանրերում այսօր պակասում է համենայն դեպս հեռարձակման տեսակետից ելնելով ազգային մշակույթը, ազգային արվեստը։ Եվ մոր մասին երգերը չեն սկսվում ինչ-որ միտեղից, այլ սկսում են հազարամյակներից, հորովելները, աշխատանքային, մեր բոլոր երգերը հազարամյակներ առաջից են սկսում։ Ու այդ երգերի մեջ կա ասելիք խոսքը, որը կերտում է աշխարհը։ Մի պահ ուղղակի պատկերացնենք, թե այս տաղավարը մի լաբորատորիա է, փորձարարական կենտրոն, որտեղ խոսքից անմիջապես վերածվում է ինչ-որ իրեղենի, որ աշխարհը գիտենք, որ առաջնահերթ հենց խոսքն է, խոսքից է սկսում ամեն ինչ։ Ու Դանիել Վարուժանը Եղեռնի զոհ լինելով Եղեռնի ժամանակ գրեց Անդաստանը, արևելյան կողմն աշխարհի խաղաղություն թողելա, ոչ արյուներ քրտին քոսին, լայն երակին մեջ ակոսին, ու օրներգություն թողելա։ Տեսեք ինչ է ասում Եղեռնի զոհ հայ բանաստեղծը 15 թվականին, ինչ մեծ խոսքեր աշխարհի 4 կողմերին խաղաղություն է ցանկանում, ես դա իդեպ երգի եմ վերածել եւ իմ բոլոր երգերի խոսքերը հենց այնպես չեն, ամեն բառը մտածված է, ամեն հնչյունը տեղին, որովհետև գիտեմ, որ դա վտանգավոր է, խոսքը, հնչյունը, տողը, ամեն ինչը վտանգավոր է, եթե տեղին չի, եթե սխալ ուղղություն ունի։ Դա է հիմնական խնդիրը։ Ու բերեք այս քառատողի փոխարեն տեղադրենք մի այսօր անընդհատ հնչող ինչ-որ մի բան, ու տեսնենք, թե այդ լաբորատորիայում ինչ կկատարվի ու դրանից ինչ կքաղեն մեր շնորհակալություն եւ յուրաքանչյուր այդ օրը, ինչպես դուք եք նշում, նոր ստեղծագործություններ են ավելանում եւ դրանք գալիս ու գնում են։ Ես ինչքան որ շնորհակալություն դիտարկում հասկանալի, բայց ես ինչքան որ կարդացել եմ եւ ինչքան որ տեղյակ եմ եւ ինչքան որ ինձ սովորեցրել են, կա հստակ մի բան, որ այն ամենը նախ եւ առաջ որոշում է ժամանակը, դա արվեստի գործ է թե ոչ, եւ ժամանակն է որոշում դա մնայուն է թե ոչ, եւ երկրորդ առհասարակ սիմֆոնիաները, այն դասական երաժշտությունները, որը մարդուն հանրաճանաչ չեն դարձնում, ժամանակն եւ 100 տարիներ հետո է նրան դարձում ժամանակ հանրաճանաչ եւ ժամանակներ հետո է նրան դարձնում համաշխարհային մարդիկ, ովքեր այսօր մեզ մոտ աղավարում են։ Շնորհակալություն, ձեր երաժշտությունը կգնահատվի տարիներ հետո եւ նույնիսկ եթե այսօր, չգիտեմ, մեծ պոպուլարությամբ դա չի փայլում, չնայած որ դա այդպես է։ Շնորհակալություն, որ հյուրընկալել եք մեզ մոտ որպես դասական եւ լավ երաժշտության կողմնակիցներ։ Եվ այս կողմում ծափարենք եւ այս կողմում մարդիկ, ովքեր ժողովրդականություն են վայելում, ովքեր մեծ սեր են վայելում ժողովրդի կողմից եւ ովքեր դեմ չեն դասական երաժշտության, այլ առհասարակ ստեղծում են իրենց ոճը։ Մի օրինակ, երբ որ ճաշը եփվում է, վրան քափ է առաջանում։ Այ հենց այդ քափն է, որ մեզ մոտ փոխարինում է ճաշին։ Ապրեք։ Բրավո։ Համաձայն եմ, բայց եկեք իրականությունից չխուսափենք։ Շնորհակալություն, Ազատ Գոտիներ առաջին ալիքի եթերում, վերացնենք քափը եւ տակը կմնա երաժշտությունը։ Ես Արտակ Վարդանյանն եմ, դուք զրուցեք, ես սիրով արդեն կլքեմ տաղավարը։ Առողջ